Քաղաքապետարանի միջև տարեվերջ իրականացվելիք միջոցառումներն այսօր քննարկվեցին աշխատանքային խորհրդակցության ընթացքում։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը տվեց քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հանձնարարականներ։ Մասնավորապես խնդիր դրվեց մինչև տարեվերջ ապահովել բյուջեի եկամտային մասի հավաքագրումը, որի կատարողականը դեկտեմբերի 7-ի տվյալներով 88% է։ Հանձնարարական ձեզ, որ այս 16 օրվա ընթացքում կարողանանք ապահովել եկամուտները 100%, մենք պետք է ունենանք 100%-անոց կատարված բյուջե։ Նաև հանձնարարական տրվեց, որպեսզի Երևան համայնքի բյուջեի ծախսային մասով այն աշխատանքները, որոնք որ նախատեսվել են 2010 թվականին կատարվեն, հասցնեն մինչև 2010 թվականի դեկտեմբերի 20-ը իրենց ավարտական տեսքին բերել։ Տարոն Մարգարյանը նաև հանձնարարեց մինչև դեկտեմբերի 20-ն ավարտել բարեկարգման համաքաղաքային աշխատանքները։ Համայնքային իշխանություններն արդեն պատրաստ են ձյան տեղումներին։ Վարչական շրջաններին հանձնարարական, որպեսզի 2 օրվա ընթացքում ապահովեք ձմռան նախապատրաստական աշխատանքների։ Մենք սպասում ենք ամսի 14-15-ի ձյան տեղումներ եւ ամբողջ տեխնիկան պատրաստ է ձմռան այդ աշխատանքները կատարելու համար։ Իսկ ամսի 15-ին կավարտվեն ամանորյա նախապատրաստական աշխատանքները։ Բոլոր համայնքներում արդեն տեղադրված են տոնածառեր, կա համապատասխան լուսավորություն։ Երևան քաղաքի 10 համայնքներում տոնածառները տեղադրված եւ հարակից հրապարակներն են լուսավորվում։ Շաբաթ-կիրակի օրը տրանսպորտից մի քիչ թեթև ժամանակահատվածում քաղաքի այն հատվածները, որտեղ տրանսպորտով խիտ են, այդ փողոցները կլուսավորենք։ Այս տարվա լուսավորությունը հիմնականում լինելու է ավելի ճոխ։ Այս տարի նախատեսվում է տոնական լուսավորությամբ զարդարել ոչ միայն քաղաքի գլխավոր, այլև երկրորդական փողոցները։